ԱՊՀ արտգործնախարարների հանդիպում Ալմաթիում Հայաստանին ռուսական հարթակներում սպասում են։ Թբիլիսի դռները բաց են և Երևանի և Բաքվի առաջ Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի ջանքերը։ 3 տարի է Երևանը սպասում է, Թուրքիայում հանդիպել են հայ-թուրքական կարգավորման հատուկ բանագնացները, հայտարարի կգան։ Կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը, քննարկել են նաև Հայաստանի հետ հարաբերությունների հարցը։ Աջակցել իսկապես կարիքավորներին, կառավարությունը փոխում է արցախցիների 40+10,000-ի ծրագիրը։ Իրան-Ռուսաստան ռազմական գործակցությունը զարգանում է, բայց այն երրորդ երկրի դեմ չէ։ Մաքսատուրքերի պատերազմի արդյունքը կրիպտոարժույթը գահավիժել է։ Տնտեսական աճը դանդաղում է, աշխարհի պրոյեկցիան Հայաստանի վրա։ Նորքը արթնացել է բենզասղոցի ձայներից, հարյուրավոր ծառեր էլ չկան։ Եվ Գոյ թատրոնը կպահպանի գոյությունը, Սունդուկյանը Գոյի իրավահաջորդը չէ, դատարանի որոշումը։ Բարի երեկո, հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին ես Հայկ Նավասարդյանն եմ։ Եվ այսպես Ալմաթիում այսօր կայացել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը, կարճատև պասիվությունից հետո Հայաստանը փոխարտգործնախարարի մակարդակով է ներկայացել հանդիպմանը։ Քաղաքագետի կարծիքով Հայաստանին հիմա ռուսական հարթակներում սպասում են և այս քայլով կարող է հալչել Երևան-Մոսկվա հարաբերությունների սառույցը, մանավանդ որ Փաշինյանն էլ մայիսի 9-ին պատրաստվում է մասնակցել հայրենական մեծ պատերազմի հաղթանակի զորահանդեսին։ Նախ նեղ կազմով հանդիպեցին ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները։ Կլոր սեղանի շուրջ Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Հետո արդեն արտգործնախարարների առանձին հանդիպումն է Ռուսաստան Կենտրոնական Ասիա ձևաչափով։ Շատ չի անցել այն իրադարձություններից, երբ ռուսական կողմը ամենօրյա ռեժիմով հիշեցնում էր Հայաստանին ԱՊՀ ու ԵԱՏՄ շրջանակում համագործակցության մասին։ Հենց համագործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն էր տարեսկզբին ձևակերպում Հայաստանի համար առանց ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում գործակցության դժվար կլինի։ Պաշտոնյան նաև պարբերաբար մեկնաբանում էր հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթուղթը, նշելով, թե գուցե շատ պայմանագրեր են ստորագրվում, բայց ոչ բոլորն են դառնում իրականություն։ Նախորդ տարվա ԱՊՀ երկրների արտգործնախարարների նիստում Հայաստանը երկու հայտարարություններին չմիացավ, բայց քաղաքագետը կարծում է սառույցը հալչում է, Երևանը հաշվարկել է, որ Ռուսաստանն է վաղ թե ուշ վերադառնալու Հարավային Կովկաս։ Խնդիրը այն է, որ հիմա Ռուսաստանը ԱՄՆ բանակցությունների շրջանակներում բարձ է դառնում, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասով չի զբաղվելու։ Առնվազն կարող ենք ասել, որ սենց մեսենջներ կան։ Հասկանալի է, որ դիալ պարագայում հարցն է լուծելու Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Խրովկան դիվանագիտությամբ չի զբաղվի Կրեմլը, փորձագետը համոզված է Հայաստանի վերադարձին ռուսական հարթակներում սպասում են, ամեն դեպքում վախենալով առանձնանալու Բրիքսեթի էֆեկտից։ Հեռանալն ու հետո ինքնուրույն վերադառնալը ինքնին մեծացնում է հարթակի կշիռը։ Իսկ ինչ պլաններ ունի Ռուսաստանը մեր տարածաշրջանում, դրանք պարզ են, կոնկրետ է ձևակերպում փորձագետը։ Ռուսաստանի համար ամենակարևորը այն է, որ ինքը վերահսկող դեր ունենա, այսինքն հյուսիս հարավը ապահովի, իսկ արևելք, արևմուտքը կամ պետքա փակ լինի, կամ պետք է լինի իրաց հսկողության տակ։ Եվրոմիությունը արդեն բազմաթիվ կետերով ուզում է համագործակցի Միջին Ասիայի հետ, եւ Ռուսաստանը անցալել է որպես ճշնամական ակտ եւ մտածել է ոնց փակի է հարցը։ Ինքը փակելու է Եվրոպայի մուտքը Միջին Ասիա։ Իդեպ նախորդից հայկական մամուլը գրում է, թե մայիսի 9-ին Մոսկվայում երակողմ հանդիպում է նախատեսված։ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպմանը ըստ լրատվամիջոցների նաև փաստաթղթի ստորագրում է պլանավորվում։ Լուրը հերքում են կառավարությունից։ Եթե անգամ նման բան տեղի ունենա, ապա փորձագետը չի կարծում, թե խոսք կարող է լինել խաղաղության պայմանագրի մասին։ Գուցե տեխնիկական որևէ փաստաթուղթ, որը հղում կանի նախորդ երակողմ պայմանավորվածություններին, բայց որ Ալիևը խաղաղության մասին փաստաթղթի տակ չի ստորագրի, անգամ նրա հրապարակային նարատիվն է դա հաստատում։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Թուրքիա մասնակցելու Անտալիայի դիվանագիտական ֆորումին, այցի շրջանակներում վաղը նախատեսված է հանդիպում Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ, իսկ մինչև այդ այսօր արդեն հանդիպել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացները։ Պատասխանելով ադրբեջանական լրատվամիջոցի Հայաստանի սահմանադրությունը փոխելու մասին հարցին, թուրք դիվանագետը նշել է, դա կարևոր հարց է, բայց Հայաստանի ներքին գործն է։ Սիրանուշ Մուրադյանն է հետևել հայ-թուրքական զարգացումներին։
3 տարի է Հայաստանը Թուրքիայից գործողությունների է սպասում։ 2022-ի ամռանը պայմանավորվեցին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Մինչև օրս Հայաստանը սպասում է։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ բանագնաց Սերդար Քլաչը, որ 5 այլ է թուրքական դիվանագիտությունում, էլի կոնկրետ խոստում չի տալիս։ Այդ առնչությամբ որոշում ենք ընդունել դեռևս 2022 թվականին երրորդ երկրի քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։ Հիմա աշխատում ենք տեխնիկական մանրամասների վրա։ Չգիտեմ երբ դա կլինի, բայց լուրջ աշխատում ենք։ Հուսով եմ հնարավորինս շուտ պետք է ավարտենք այս գործընթացը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին Սերդար Քլաչը այստեղ ընդամենը վստահության կառուցման գործընթաց է տեսնում, ոչ թե բանակցություն։ Դե սա բանակցություն չէ, նույնիսկ կարգավորման գործընթաց էլ չէ։ Եթե հարցնեք իմ անձնական կարծիքը, ապա սա վստահության կառուցման գործընթաց է երկու երկրների միջև։ Վերջերս որոշել ենք վերականգնել Անիի պատմական կամուրջը։ Մեր աշխատանքային խմբերը սկսել են հարաբերությունների վերականգնման գործընթացի տեխնիկական ուսումնասիրությունը։ Շատ շուտով կսկսենք փորձնական աշխատանքները։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի արագացնենք կարգավորման գործընթացը, քանի որ դա շահավետ է երկու երկրների եւ երկու ժողովուրդների համար։ Կարծում եմ Ռուբենն ու ես լավ քիմիա ունենք։ Մենք միմյանց հասկանում ենք եւ անում ենք հնարավոր ամեն ինչ գործընթացը առաջ տանելու համար։ Էրդողան-Ալիև հանդիպմանն ինչ են քննարկել պրոտոկոլն ասում է, Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում նկատվող առաջընթացի առնչությամբ եւ շարունակում է ուշադիր հետևել Բաքու-Երևան հարաբերություններին։ Անկարան Բաքվին հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ է տեսնում, չտեսնելով անշուշտ հենց այս օրերին Բաքվից գնդակոծվող Սյունիքի գյուղերը։ Ալիևը կապել է Էրդողանի ձեռքերը։ Դժբախտաբար Թուրքիան ինքնին գաբած է այդ գործընթացի մեջ եւ այլևս անգախ ընթացքի մեջ չէ։ Իր գամքը չի գնա կորզատրել։ Այդ է երևույթը, պետք է որ Ալիևը համոզե։ Նախ Ալիևն իր առավելաբաշխության հետևանքով միշտ բանջարներ ներկայացնում է եւ այդպես որ ցկցկում է այս խնդիրը։ Խոսելով Հայաստանի սահմանադրության փոփոխության մասին, որը Ադրբեջանի վերջնագրերից մեկն է, թուրք դիվանագետ Սերդար Քլաչը ուղիղ է ձևակերպում։ Դա կարևոր հարց է, դա Հայաստանի ներքին հարցն է։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանի սահմանադրության փոփոխություն։ Հայաստանի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենք եւս ցանկանում են փոփոխություններ անել սահմանադրության մեջ, բայց սա Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը եւ Հայաստանի ինստիտուտներն են որոշելու, ինչպես եւ երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու։ Թուրքական աղբյուրներին հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարում են, թե Քլաչը Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպմանն էլ անդրադարձել է Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցին։ Իսկ ՌԻԱ Նովոստիի հարցին արդյոք առաջընթաց կա Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցում, Քլաչը պատասխանել է. ոչ, այս հարցում առաջընթաց չկա։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Երևանը բարձր է գնահատում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու Թբիլիսիի ջանքերը։ Վրացական կողմի հայտարարության արձագանքել է Հայաստանի դիվանագիտական կառույցը։ Սա այն բանից հետո, երբ Վրաստանի արտգործնախարարը Բաքվից հնչող առաջարկին ի պատասխան հայտարարեց, որ Վրաստանի դռները բաց են եւ Երևանի եւ Բաքվի առաջ հանուն տարածաշրջանի վերջնական խաղաղության։ Վրացագետը մինչդեռ կարծում է, քանի դեռ Վրաստանի իշխանության գլուխը խառն է Եվրամիության եւ Ռուսաստանի հետ հարցեր պարզելով, Բաքուն ամեն կերպ փորձելու է Թբիլիսիի հետ Հայաստանին դուրս մղել տարածաշրջանային հարցերից։ Անհասկանալի քիմիա կա հիմա Բաքվի ու Թբիլիսիի միջև։ Ալիևը վերջին հրապարակային հայտարարություններում արհեստականորեն կենտրոնանում է Վրաստանի հետ հարաբերությունների վրա, շեշտում երկրների առաջատար դերը տարածաշրջանում։ Իր հրավիրած համաժողովում էլ լաչ ու ձախ մեղադրանքներ հնչեցնելուց, հին ու նոր միջնորդներին վատաբանելուց հետո շեշտեց, թե համագործակցության հիմնական բեռը պետք է վերցնեն Հարավային Կովկասի դերակատար երկրները՝ Ադրբեջանը եւ Վրաստանը։ Ճուշացավ նաև վրացական արձագանքը։ Այդ երկրի արտգործնախարարը ասաց, թե պատրաստ են ներդրում ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Վրաստանը եւ Թբիլիսին միշտ եղել են ու լինելու են այն վայրը, որտեղ երկու կողմերը, Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են գալ, Վրաստանը կարող են օգտագործել որպես երկխոսության վայր եւ վրացական կողմը միշտ կաջակցի այս գործընթացին՝ ի շահ տարածաշրջանում վերջնական կայուն խաղաղության հաստատման։
Ռազմավարական հարաբերություններ ունեն այս երկրները արդեն 2 տասնամյակ։ Նաև Բաքվի տնտեսական ազդեցությունն է մեծ Թբիլիսիի վրա։ Բայց մեր օրերում Արևմուտք-Վրաստան լուրջ կոնֆլիկտը իրավիճակին նոր թափ է հաղորդել։ Վրաստանը որքան հեռանում է արևմուտքից, այնքան մոտենում է տարածաշրջանային ավտորիտար պետություններին։ Բաքուն չի կարող առիթը բաց թողնել։ Մի կողմից արևմուտքին է հանում տարածաշրջանից, մյուս կողմից Հայաստանին տարածաշրջանային խաղից։ Ինչքան վատանան, ինչքան ճգնաժամի մեջ լինեն Վրաստան-արևմուտք հարաբերությունները, այնքան դրանից Ադրբեջանը օգտվելու է, Թուրքիան օգտվելու է եւ այնքան ավելի բացասական միջավայր է ստեղծվելու Հայաստանի համար, քանի որ Հայաստանը փորձում է արևմուտքի հետ հարաբերությունները ակտիվ պահել, ԵՄ-ի հետ հարաբերությունները նոր ձևաչափի բերի, նոր խորություն տա, բայց հստակ է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները չեն կարող կախված չլինեն Վրաստան-ԵՄ հարաբերություններից։ Վրաստանն ամեն դեպքում փորձում է պահել կողմերին հավասար աջակցող հարևանի իր դերը։ Այդ դեպքում ինչու էր պարբերաբար բոյկոտում 3 գումարած 3 հարթակը։ Այդտեղ ինքն իր պատճառներն ուներ ամուր կապերը արևմուտքի հետ ու հակառուսական տրամադրությունները, հիշեցնում է Վրաստանի հարցերի փորձագետը։ Բայց նաև չի բացառում, թե պաշտոնական Թբիլիսին որևէ ձևաչափով, որևէ փուլում այդ հարթակ կգա։ Բայց Ալիևը այդ հարթակի հույսին չի մնում։ Դիվանագիտական կապերն է ամրացնում, մեկ նպատակ ունենալով՝ մեկուսացման մեջ պահել Հայաստանը։ Բաքուն շարունակում է այսօր աշխարհաքաղաքական տրամաբանությամբ աշխատել, եկուզ ի վնաս իրեն, բայց այնպես անել, որ Հայաստանը գործոն չլինի տարածաշրջանում։ Հայաստանը, որ խաղաղության խաչմերուկ է առաջարկել տարածաշրջանին ու փաստացի անտարբերություն ստացել, պետք է գործի քաղաքական ճակատում, թույլ չտալով թե դիվանագիտական ու թե տնտեսական մեկուսացում։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Ճանապարհային եւ էներգետիկ համատեղ նախագծերի աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Ադրբեջանում է Իրանի կառավարական պատվիրակությունը։ Զանգելան այցի ընթացքում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևը ու Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեկը քննարկել են Օրդուբադ Սիարուտ ավտոմոբիլային կամրջի նախագիծը, որը Իրանի տարածքով Ադրբեջանը կապելու է Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Աջակցել իսկապես կարիքավորներին կառավարությունը փոխում է արցախցիների 40+10,000-ի ծրագիրը։ Իրան-Ռուսաստան ռազմական գործակցությունը զարգանում է, բայց այն երրորդ երկրի դեմ չէ։ Մաքսատուրքերի պատերազմի արդյունքը կրիպտոարժույթը գահավիժել է։ Տնտեսական աճը դանդաղում է աշխարհի պրոյեկցիան Հայաստանի վրա։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը այժմ միջազգային լրահոս։ Միացյալ Նահանգները եւ Իրանը հեշտությամբ կարող էին համաձայնության գալ Օմանի բանակցություններում, եթե Վաշինգտոնի միակ պահանջը միջուկային զենքի ստեղծումից Թեհրանի հրաժարումը լիներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով փոխնախարար Մաջիդ Թաք Ռավանշին։ Եթե ամերիկացիների միակ պահանջը այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, մենք նոր համաձայնագիր կունենանք, նշել է Թաք Ռավանշին։ Իրան-Ռուսաստան ռազմական գործակցությունը զարգանում է, բայց այն ուղղված չէ երրորդ երկրի դեմ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանը։ Դիվանագետը ընդգծել է, որ Թեհրան-Մոսկվա հարաբերությունները զարգանում են երկու երկրների միջև առկա համաձայնագրի հիման վրա։ Իսկ այժմ մեր խնդիրների մասին Հայաստանի տնտեսական աճը էլ նախկինը չի լինի։ Մասնագետների գնահատման վերջին տարիների շարժը պայմանավորված էր հատկապես արտաքին գործոններով, հիմա հույսը պետք է դնել ներքին ռեսուրսի վրա ու կունենանք աճի իրական պատկեր։ Նայիրի Մուրադյանն է շարունակում։ Ասիական զարգացման բանկը այս տարի Հայաստանում տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում մինչև 5%։ Այս դանդաղումը տնտեսագետները պայմանավորում են առաջին հերթին արտաքին գործոնների ազդեցության թուլացմամբ։ 2022-ից 23 թվականներին արտաքին գործոններն էապես նպաստել են Հայաստանի տնտեսական բարձր աճին։ 22-ին տնտեսական աճը 12.6, 23-ին 8.3, 24-ին 5.9% էր։ Այս տնտեսությունը իրականում մնացավ, որ արտաքին շոկերը մեծ ազդեցություն են ունենում, քանի որ մեր պոտենցիալի չափը շատ բարձր չի, մեր մոտ արտաքին շոկերը ավելի ազդեցիկ են լինում։
լինում։ Այդ դրսի շոկերի ազդեցությունները ըստ էության նվազել են։ Այս պահին արդեն մեր պոտենցիալի մոտ է մեր աճը լինում։ Վերջին տարիներին նաև ոսկու վերարտահանման հատված կար, որը էլի չկա, պակասել են բանկային փոխանցումների, անկախիկ փոխանցումների պակաս։ Կարծում եմ մեր տնտեսական աճը համեստ տնտեսական չափերի մեջ պիտի լինի։ Ասիական զարգացման բանկի գնահատականների համաձայն Հայաստանի տնտեսական աճը կհիմնվի ներքին պահանջարկի վրա։ Աճին մեծապես կնպաստեն ծառայությունների, որոշ չափով նաև արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտները։ Քանի որ մեր արտահանման պոտենցիալը չի աճել այս տարիներին, եթե մենք սպասենք, ասենք գլոբալ ռեսեսիոն սպասումներ ունենանք, համաշխարհային աճի տանդաղում, բնականաբար մեր արտահանումը չի կարող մեծ ծավալով աճ ունենալ, հատկապես եթե հաշվի առնենք, որ ինչ-որ ենք արտահանում կամ չգիտեմ։ Մեր աճի հիմնական ուղին պիտի լինի շինարարությունը, ներքին պահանջարկով պայմանավորված այդ արտաքին մեծ տնտեսական ազդեցություն դեպի աճ, աճին դրդող ազդեցություններ իրենք չեն սպասում։ Ասիական զարգացման բանկը կանխատեսում է նաև, որ 2025-ին Հայաստանում գնաճը արագ ընթացք կունենա, հասնելով 3%-ի։ Դա ըստ մասնագետների հենց կենտրոնական բանկի սահմանած թիրախային շրջանակն է, թույլատրելի միջակայքը Հայաստանի տնտեսության համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Աջակցել, բայց իրական կարիքավորին Հայաստանի կառավարությունը փոփոխություն է կատարում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրում։ Այսպես, եթե ընտանիքում մեկ անձի հաշվով եկամուտը փոքր է 55,000 դրամից, ապա այդ ընտանիքը կհամարվի արդեն նոր ծրագրի շահառու եւ պետությունը կտրամադրի 40+10,000-ը։ Իսկ աջակցությունից չեն օգտվի, օրինակ, պետության տրամադրած կացարանում բնակվող արցախցիները։ Ծրագրի մանրամասները տեսանյութում։ Ապրիլի 1-ից արցախցիների որոշ խմբեր, հիմնականում աշխատանքային տարիքի անձինք, չեն ստանում կեցության եւ այլ ծախսերի համար հատկացվող սոցիալական աջակցությունը, որը շարունակվելու է մինչեւ դեկտեմբեր։ Աջակցությունը դարձել է առավել հասցեական, դրանից կարող են օգտվել անչափահասները, 18 տարին լրացած, բայց պարտադիր կրթության դաշտում գտնվող, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող, 63 տարին լրացած, ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք։ Մենք հունվարից մինչեւ մարտը ներառյալ յուրաքանչյուր անձի համար տրամադրել են 50,000 դրամ, ապրիլից հունիս ամիսը ներառյալ 40,000 դրամ կտրամադրենք իմ նշած անձանց, իսկ հուլիսից դեկտեմբեր ամիսը ներառյալ 30,000 դրամ։ Փոխարենը Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար կառավարությունը այլ ծրագիր է գործարկում։ Հրատապ աջակցության հիմքում ընտանիքի իրական կարիքն է։ Եթե ընտանիքում մեկ անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցում 55,000 դրամը, ապա ընտանիքը կդիտարկվի շահառու։ Ծրագրին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի հաշվով աջակցության չափը կազմելու է 40,000 դրամ, գումարած 10,000 դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար, սկսած երկրորդ անդամից։ Աջակցությունը կտրամադրվի ամսական դրամական օգնության տեսքով մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ, ապրիլից դեկտեմբեր ամիսը ներառյալ, եթե ընտանիքը բաղկացած է 5 անդամներից, որոնց հաշվով 55,000 դրամից ավել ընտանիքը եկամուտ չունի, կդիտարկվի շահառու եւ կստանա աջակցություն 40,000 դրամ ընտանիքի համար, գումարած եւս սկսած երկրորդ անդամից յուրաքանչյուր համար 10,000 դրամ, այսինքն 40,000 դրամ գումարած եւս 40,000 դրամ, 80,000 դրամ։ Աջակցությունից չեն կարող օգտվել այն ընտանիքները, որոնք գտնվում են պետական հոգացության ներքո կամ բնակվում համայնքային պետական սեփականություն հանդիսացող տարածքներում։ Փակագծերը բացել ովքեր են սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող անձինք, անկատաներ ծերանոցներ, որովհետեւ իրենք լրացուցիչ աջակցություն ստանալու խնդիր չունեն, քանի որ գտնվում են պետության հոգացության ներքո, նաև այն ընտանիքները, ովքեր պետության աջակցությամբ տեղավորվել են սոցիալական բնականային ֆոնդում կամ պետության կողմից տրամադրված տարածքներում են բնակվում, որոնք նույնպես խնդիր չունեն բնակվարձ, այսպես ասենք, վճարելու։ Բացի այդ, եթե անձը չի գտնվում Հայաստանում, ընտանիքի տվյալ անդամի համար գումար չի հաշվարկվի։ Դիտարկվել է նաև ավտոմեքենա ունենալու հանգամանքը։ Ընտանիքը աջակցություն չի ստանա, եթե այդ ավտոմեքենայի համար վճարում է 15,000 դրամից ավելի գույքահարկ կամ այն արտադրված է 2017 թվականից հետո։ Միանձնյա սեփականության դեպքում եւս ընտանիքը չի օգտվի աջակցությունից կամ եթե ընտանիքի անդամները միևնույն գույքի նկատմամբ ունեն 50%-ից ավելի սեփականության իրավունք։ Միջոցառմանը արցախցիները կկարողանան դիմել ապրիլի 22-ից։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։
Այլ թեմաներ Մաքսը բարձրացնես, ես էլ կբարձրացնեմ հենց այս տրամաբանությամբ ու բանաձևով աշխարհի երկու գերտերությունների միջև շարունակվում է տնտեսական պատերազմը։ Չինաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած մաքսատուրքերը հասել են ռեկորդային 145%-ի։ Արդյունքում ոչ ոք չի շահում, հայտարարել է Չինաստանի առաջնորդը։ Ավելին տուժում է նաև կրիպտոարժույթի շուկան, որը գահավիժել է վերջին օրերին։ Ֆինանսական շուկաները դեռ շոկի մեջ են Թրամփի տարբեր երկրների համար սահմանած մաքսատուրքերի տարիֆներից։ ԱՄՆ արժեթղթերի շուկան, նաև բիթքոյնը արագ արձագանքեցին դրան անկում գրանցելով։ Բիթքոյնի կուրսն էլ օրինակ 80,000-ի վերևներն էր, այսինքն մոտ 88-89,000 էր հասել։ Հետո այդ հայտարարությունից հետո, երբ որ արդեն շուկան իմացավ, որ այսքան լուրջ ու կտրուկ սուր է տրամադրված Ամերիկայի նախագահը, բիթքոյնի կուրսը իջավ մինչև 74-75,000։ Բայց հիմա էլի անհստակություն կա, թե առաջիկայում ինչ է լինելու։ Մաքսատուրքերի հիմնական նպատակը իրենց մեկնաբանությամբ այն է, որ իրանք վերականգնում են, Ամերիկան վերականգնում է առևտրային բալանսը, որ օրինակ չինացիները շատ ավելի շատ ապրանք են ուղարկում Ամերիկա, վաճառում ամերիկացիների վրա, քան թե գնում են Ամերիկայից ապրանքներ։ Հայտնի Cardano blockchain հարթակի հիմնադիր Չարլզ Հոսկինսոնը ամերիկյան CNBC-ին ասել է, որ լավատես է։ Նա հայտնել է, որ բիթքոյնն այս տարի կարող է հասնել $250,000։ Հոսկինսոնը, ով ավելի քան 1 տասնամյակ աշխատել է կրիպտո արդյունաբերության մեջ եւ աջակցել Ethereum blockchain-ի համահիմնադրմանը, կարծում է, որ բիթքոյնը կհասնի $250,000 մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարի։ Միացյալ Նահանգների դաշնային պահուստային համակարգը կիջեցնի տոկոսադրույքները եւ դուք կունենաք շատ արագ էժան փողեր, որոնք կհոսեն կրիպտոարժույթներ։ Կրիպտոարժույթների շուկան լճանալու է առաջիկա 3-ից 5 ամիսների ընթացքում, իսկ հետո աճ կլինի, որը կարող է տևել մոտ 1 տարի։ Եթե մենք տեսնենք տնտեսական պատերազմի սրացում, շատ հավանական է, որ ժամանակավորապես կրիպտո շուկան նույնպես անկում ապրի։ Ոնց որ 2020 թվականին, երբ որ COVID-ը եղավ, այդ ճգնաժամը սկսվեց, այդ ժամանակ բիթքոյնի կուրսը մեկ օրում մոտ 50%-ով անկում ապրեց, երբ որ Ամերիկայի արժեթղթերի շուկան էլ մոտ 10-20%-ով անկում ապրեց, բայց դրանից հետո վերականգնվեցին շուկաները։ ԱՄՆ քաղաքական վերնախավը հայտարարեց, թե տարբեր երկրների համար մաքսատուրքեր սահմանելով առևտրային բալանսը անառողջ տնտեսությունն են առողջացնում։ ԱՄՆ նախագահի վարչակազմը համարում է, որ Միացյալ Նահանգներ Չինաստանից ավելի շատ ապրանք է ներմուծվում, քան այդ երկրից արտահանվում է։ Տնտեսագետների վարկածներից մեկն էլ այն է, որ այս ամենը Թրամփը հատուկ է անում, որ ֆինանսական ճգնաժամ ստեղծի ու լուծի ԱՄՆ-ի գլխին կախված գերխնդիրը։ Այս տարի այդ պետական պարտքի վճարելու զգալի հատվածն է գալիս։ Նրանք փորձում են ճգնաժամ ստեղծելով նվազեցնել Ամերիկայի կենտրոնական բանկի տոկոսադրույքները, որպեսզի պետական պարտքը ավելի ցածր տոկոսադրույքով վերաֆինանսավորեն։ Ֆինանսական աշխարհի փոփոխությունները անդրադարձ են ունեցել աշխարհի միլիարդատերների խոշոր ընկերությունների եւ բիզնեսի վրա։ Տեսլայի գործադիր տնօրեն Իլոն Մասկի կարողությունը անցած տարվա նոյեմբերից ի վեր առաջին անգամ նվազել է $300 միլիարդ։ Տնտեսագետների ձևակերպմամբ դա տեղի է ունեցել Թրամփի մաքսատուրքերի կիրառման հայտարարությունից հետո։ Չնայած եկամուտների կորստին, Մասկը շարունակում է հարուստների շարքում առաջատարը լինել, առաջ անցնելով Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից Մետայի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգից։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Աշխարհը կրկին հայտնվել է թռչնագրիպի համավարակի վտանգի առաջ։ Միացյալ Նահանգների հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի մասնագետները պարզել են, որ վարակը նաեւ կաթնասուններին ու խոշոր եղջերավորներին է փոխանցվել, նրանցից էլ մարդուն է անցել։ Արդեն 64 մարդ միայն Միացյալ Նահանգներում վարակված է H5N1-ով։ Հայաստանում շտապում են հանգստացնել, անհանգստանալ պետք չէ, պատրաստ ենք։ Թռչնագրիպն արագորեն ձևափոխվում է, կարող է ավելի վտանգավոր դառնալ մարդկանց համար։ Նոր հետազոտություններն են վկայում, գիտնականների խումբը հայտնաբերել է, որ թռչնագրիպը գնալով ավելի է հմտանում կաթնասուններին վարակելու գործում։ Կենդանիների շրջանում արդեն համարվում է համավարակ։ Հիմա հայտնաբերվում է ավելի խոշոր կաթնասունների մոտ, ինչպիսիք են խոշոր եղջերավոր անասունները, ինչն էլ մեծացնում է մարդկանց շրջանում վիրուսի տարածման հավանականությունը։ Սա հիմա Հայաստանին այնքան էլ չի սպառնում, շտապում են հանգստացնել առողջապահության նախարարությունից։ Ասում են, իրավիճակը վերահսկողության տակ է։ Երկրում գործադրված ընդհանուր սուրշնչառական վարակների, ներառյալ գրիպի բոլոր տեսակների համաճարակաբանական դիտարկման համակարգ, որի շրջանակներում մենք իրականացնում ենք ռեալների հավաքական դեպքերի վերաբերյալ, այդ թվում դեպքային կետերից, ընտրված բժշկական կազմակերպություններից
ստացվում են նմուշներ, եւ այդ նմուշները հնարավորություն են տալիս բարձրաբանելու թե կոնկրետ ինչ տեսակի սուշնչառական վարակ, այդ թվում գրիպի որ տեսակն են շրջանառվում Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանում այլ տեսակի վիրուսներ են տարածվում, ասում են մասնագետները, բայց այժմ վիճակը հարաբերականորեն կայուն է։ Այս տարի շրջանառության մեջ են հիմնականում H1N1, ադենովիրուսը եւ պարագրիպը։ Սեզոնի ընթացքում հոկտեմբերի 1-ից մինչև մայիսի 1 մենք իրականացնում ենք ամենօրյա վերլուծություններ, բարձրաբանելու համար ոչ միայն նախորդ ամսվա, նախորդ շաբաթվա, այլ նաեւ տվյալ օրվա դեպքերը համեմատում ենք նախորդ օրվա դեպքերի հետ, իրավիճակը շատ ավելի արագ բարձրաբանելու։ Այնուամենայնիվ մասնագետները պարզել են, որ վիրուսի նոր շտամներն ավելի լավ են հաղթում իմունային համակարգին, ինչը կարող է թույլատնել պաշտպանությունը նախորդ վարակների կամ պատվաստումների պատճառով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիրուսի առանցքային գենը փոխվել է։ Այդ գենն օգնում է վիրուսին ներթափանցել կաթնասունների բջիջները եւ շրջանցել իմունային պաշտպանությունը։ Արագությունն է կարևոր գործոնը արագ փոփոխվող վիրուսների կյանքում, իսկ այդ արագությունը կաթնասուններին հասնելու ճանապարհին բարձր է։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Նորքը արթնացել է բենզասղոցի ձայներից հարյուրավոր ծառեր էլ չկան։ Եվ Գոյ թատրոնը կպահպանի գոյությունը, Սունդուկյանը Գոյի իրավահաջորդը չէ, դատարանի որոշումը։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Նորքը սղոցի ձայներից է արթնացել օրեր առաջ, բնակիչները ասում են հարյուրավոր ծաղկած ծառերի տեղում հիմա ոչինչ չի հուշում, որ այստեղ ծառ ու ծաղիկ բնություն է եղել։ Մինչդեռ պատասխանատու տեսչությունից հայտնում են ամեն ինչ օրենքով է, կարգով, առաջիկայում հատված ծառերի տեղում էլ նորը կտնկեն։ Նոր-Նորքի 5-րդ զանգվածն է։ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող Սարալանջը։ Այստեղ ծառեր են հատել։ Այս մասին ակտիվիստներն են ահազանգում, պնդելով, որ 100-ից ավելի ծառ են կտրել։ Մեկա ու աշքեզ չհավատացի, որտեղ այստեղ կային հարյուրավոր մեծ ծառեր, որոնք այլևս չկան։ Մեկ օրում կանաչապատում հիմնարկը հատել է այդ բոլոր ծառերը, հիմնավորելով, որ տարածքի սանիտարական մաքրում են կարել։ Ասում է ծառերի ճյուղերը բողբոջած են եղել, ապացույց, որ դեռ ապրելու շունչ ունեին։ Ակտիվիստի պնդմամբ ծառերը հատելուց հետո դրանց կոճղերը փորձել են հողով քողարկել, որպեսզի տեսանելի չլինեն։ Հատված ծառերի կոճղեր չկան։ Հայրումյանը ենթադրում է հետքերը վերացնելու համար արմատներով են հանել։ Այն հարցին, որ բայց եղել են կանաչ ճյուղեր թափված տարածքում հատված ծառեր, ասում է, այդ ծառերը հնարավոր չի եղել խնամել, դրա համար ենք հատել։ Չեն խնամվել, ասма, դրա համար են հատել, փաստացի օրինակ, որ անտառն է այսօր ձեր իմանալով խնամվում Հայաստանում, ոչ մի անտառ չի խնամվում, ջրվում, չէ, կարանք սա հատենք, ասենք, դե չի խնամվում այդ տարածքը, ոնց մնա այդ անտառը։ Աղմուկից հետո քննչական կոմիտեն կաղնիների հատման դեպքով վարույթ է նախաձեռնել։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն էլ հարուցել է վարչական վարույթ։ Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանության հողակից էլ պնդում են, որ այդ տարածքում նախատեսում են անտառ տնկարք հիմնել։ Հիմա էլ սանիտարական մաքրման աշխատանքներն են իրականացնում։ Հաջորդ շաբաթ օրը 1000-ից 1500 ծառ կտնկեն։ Դա կոչվում է սանիտարական մաքրման աշխատանքներ եւ տարածքի պատրաստման աշխատանքներ։ Այդ մանիպուլյացիաները, արմատը չգիտեմ հանել են, չգիտեմ ինչ են եղել, այդ ամեն ինչը ես էլ եմ տեսել, ինձ ուղարկել են։ Սանիտարական մաքրման աշխատանքների ժամանակ, փոսերի փորման ժամանակ նաև որոշակի կոճղային հատվածներ հին ծառերից մնացված պետք է հեռացվեն։ Ինչ վերաբերվում է ընդերքի տեսչության վարույթին, իրականացվել է, քանի որ ինչ-որ մեկը բողոքել է, ասում է Բեգոյանը։ Իսկ այդ տարածքում 10 տարի առաջ էլ բազմաթիվ հատված եւ այրված ծառեր են եղել։ Գիտեք մի բան էլ, եթե մենք ասում ենք 23 ծառ ենք հատում, հատման թույլտվությունները տալիս ենք մենք։ Հետևաբար, եթե 23 չի, ավել ծառա, այդ ավելի թույլտվությունը կտայինք մենք։ Տարածքում պահպանվել են արժեքավոր մի քանի ծառեր, հատված հիվանդ ծառերը եղել են բացառապես թեղիներ, պարզաբանում է Բեգոյանը։ Շաբաթ օրն էլ ասում է կհայտարարեն, որ այնտեղ հիմնվեց 6 հեկտար քաղաքային ուրբան անտառ։ Սիլվի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Երկու թատրոնի միջև թնջուկը հանգուցալուծվեց, Գոյը կպահպանի գոյությունը, դատարանը վճռել է, որ Սունդուկյանի թատրոնը Գոյի իրավահաջորդը լինել չի կարող, իսկ կարճման մասին որոշումն էլ բողոքարկման ենթակա չէ։ Այս եւ օրվա այլ կարևորը մեկ տեսաշարում է։
Օրեր առաջ շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված բուժքրոջ վիճակը սկսել է բարելավել։ Ընկերությունից լրատվամիջոցներին փոխանցել են, որ բուժքույրը դեռևս վերակենդանացման բաժանմունքում է, բայց թոքերի արհեստական օդափոխության սարքն անջատել են։ Ինքնուրույն է շնչում, խոսում է։ Իսկ վարորդին առաջիկա օրերին դուրս կգրեն։ Հիշեցնենք, ապրիլի 8-ին խոշոր վթար էր տեղի ունեցել Մայրաքաղաքի Թամանցիներ փողոցում, շտապօգնության մեքենան բախվել էր Երկաթե Էլեկտրասյանը։ Բժիշկը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել էր։ Բուժքրոջ վիճակը ծանր էր, իսկ վարորդի կողմն էր ջարդվել։ Հայաստանի ու վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջև առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր վարկային համաձայնագրի շրջանակում բանկը նախատեսում է Հայաստանին 102 միլիոն եվրո վարկ տրամադրել։ Ծրագրի նպատակը ըստ առողջապահության փոխնախարարի առաջնային առողջապահության որակի ոլորտում պետական ծախսերի արդյունավետության բարելավումն է։ Ծրագիրը գործելու է մինչև 2029 թվականի սեպտեմբերի 30-ը։ Նախատեսում են փողն օգտագործել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակով։ Վարկը լողացող է, մարման ժամկետը 25 տարի, որից 15-ը արտոնյալ։ Գոյ թատրոնը պահպանեց ինքնությունը, դատարանը հետ է վերադարձրել իրավահաջորդ ճանաչելու փորձը։ Այս մասին Facebook-ի էջում գրել է թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։ Նրա խոսքով վերաքննիչ վարչական դատարանը հետ է վերադարձրել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին Գոյ թատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը, նաև սահմանել, որ կարճման մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Սա նշանակում է Գոյ թատրոնի իրավաբանական ինքնությունը չի վիճարկվում եւ հստակ հիմք է տալիս խոսելու շատ ավելի խորքային հարցերի մասին, գրել է Արզումանյանը։ 6 ամսվա ընթացքում Հայաստանի պատմության թանգարան է այցելել 55837 մարդ դիտելու Մայր Աստվածություն Անահիտից Մարիամ բացառիկ միջազգային ցուցահանդեսը։ Հեղինակավոր բրիտանական թանգարանում պահվող Անահիտ Աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը առաջին անգամ են Հայաստանում ցուցադրվել։ Ցուցադրության շրջանակում կազմակերպվել են կրթական ծրագրեր, հրատարակվել է ցուցահանդեսի անգլերեն պատկերագիրքը, ընթացքում է նաև հայերեն պատկերագրքի պատրաստումը։ Այս տարի ըստ թանգարանի տնօրենի նախատեսում են ցուցահանդես Լուվրի հետ։ Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Բուխարեստի ազգային թատրոնի ռոտոնդասրահում տեղի է ունեցել հայ կինը ցեղասպանության զոհ եւ հերոս եւ Ստրունգա հայ որբերի նոր տունը խորագրերով ցուցադրությունների բացման արարողությունը։ Առաջին ցուցադրությունը հայ կանանց խիզախության եւ տառապանքի մասին է հայոց ցեղասպանության օրերին։ Լուսանկարների, պատմությունների եւ վկայությունների միջոցով բացահայտվում են այն կանանց դեմքերն ու ճակատագրերը, որոնք պայքարել են գոյատևելու համար։ Երկրորդ ցուցադրությունը Ռումինիայի Ստրունգա գյուղի հայկական որբանոցի մասին է, որը հիմնադրվել է 1923-ին ռումինահայ համայնքի նախաձեռնությամբ եւ ռումինական կառավարության աջակցությամբ։ Ցեղասպանությունից փրկված 200 երեխա ապաստան է գտել այդ հյուրընկալ անկյունում եւ կյանքը շարունակելու նոր հնարավորություն ստացել։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Իսկ այժմ օդերևութաբանական կանխատեսումներ, իսկ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 8-ից 14, Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 14-ից 17։ Լոռիում +5-ից +8 աստիճան, Տավուշում կլինի 8-ից 11։ Արարատում, Արմավիրում սպասվում է 14-ից 17 աստիճան, Սյունիքի Հովիտներում սպասվում է 16-ից 20, Սյունիքի նախալեռներում 9-ից 14 աստիճան։ Իսկ մայրաքաղաք Երևանում գիշերը սպասվում է 5-ից 7 աստիճան տաքություն, ցերեկը կլինի 13-ից 15 աստիճան, երեկոյան ժամերին սպասվում է 8-ից 10 աստիճան ջերմություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եւ բարի հանգստյան օրեր եմ մաղթում։